Գիբոն Գորիսի հրապարակի վրա շարված էր ձիավոր զորքը, կանգնած էր հոգևոր դասը և ժողովուրդը։ Զանգեզուրի հայ կանայք կարմիր դրոշակ էին գործել Անդրանիկի զորքի համար։ Ոսկեթել ծոպերով մետաքսե կտորի վրա ասեղնագործված էր հայկական առանձին հարվածող զորամաս։ Անդրանիկը դրոշակ ընդունելով ամենատարեց կնոջ, գորգագործ Սուլթան Բաջու ձեռքից, ասաց. «Մինչև հիմա շատ դրոշակներ են նվիրված, որոնք բոլորն էլ խորհրդանիշ եղած են ավերի, ջարդերի և դժբախտության։ Կուզեի, որ սա վերջին դրոշակը լիներ, որ հայ մայրը կուտա իր որդուն, նրան դեպի կռվի դաշտ քաջալերելով։ Կմաղթեմ, որ սա նշանակ լինի հաջողության և խաղաղության։ Ես այս փառապանծ դրոշակը վերցնում եմ խոր գիտակցությամբ և զգացումով, նախևառաջ մեր պատմության, մեր ապագա սերունդների Հայաստանի առաջ, նաև համայն Սիսիանի և Գորիսի հայության առաջ։ Հավատացած եմ, որ ապագային, երբ մեր երկիրը խաղաղվի, նրանք պիտի օրհնեն ահա այս օրը և այս դրոշակը»։ Մեր հանդիսավոր արարողությունից հետո ձիավոր զորքը, կարմիր դրոշակը բարձր ծածանելով, սրընթաց առաջացավ քաղաքից դուրս։ Մութը կոխած էր, երբ Խնձորեսկի վերևով հեծելազորը հասավ տեղ, Գորիսի վերջին գյուղը։ Ցից անդունդ էր զապ ձորը, ապառաժ ու լերկ։ Շապինանդը զորքը քաշել էր այդ ձորի մեջ և հեռադիտակը ձեռքին, թնդանոթի կողքին կանգնած հրամայում էր հերթական համազարգը տալ, երբ սպիտակ պաստառով մի ավտոկառք երևաց ձորի հինավուրց կամուրջի մոտ։ Երեք ձիավոր փութացին դիմավորելու։ Նրանցից մեկը շուտով ձին քշեց եկավ և հայտնեց, թե անգլիացի մի գնդապետ է եկել հաշտության բանակցության համար։ Անունը՝ Գիբոն։ Սպայակույտի անդամները առաջարկեցին շտապ կարգի բերել վրանը։ Շապինանդի վրանը հաստատված էր կրակի առաջին գծի վրա, մի հսկա ժայռի կողքին։ Վրանի առաջ փողփողում էր Գորիսի հայ կանանց կարմիր դրոշակը։ Հաջի Գևոն և հիստապետ Թորգոմը շտապով մի քանի գորգեր պարզեցին վրանի մեջ, բարձրին, և իրեն խնդրեցին, որ շքեղ երևույթով երևա օտար զինվորականին և նրան ներս հրավիրի շեմքին կանգնած։ «Աղեք, աղեք, այդքան գիտենք, դուք ձեր գործին նայեցեք», ֊ ասաց Անդրանիկը։ Նա հագավ իր զինվորական համազգեստը, պատվանշանները կախեց, մազերը ետ սանրեց, ինչպես անում էր սովորաբար, բեղի ծայրերը ոլորեց և ելավ դուրս անգլիացի գնդապետին դիմավորելու վրանի առաջ։ Սպիտակ դրոշակը կամուրջը անցավ և հասավ ճանապարհի այն կետը, որ ամենամոտն էր վրանին։ Այդտեղ երկու վաշտ հետևակ և ձիավոր էր շարված իբրև պատվո պահակ։ Գնդապետը կառքից իջավ։ Շապինանդի թարկմանը նրան ընդունեց և խոնարհ կանգնած զինվորների առջևից անցկացնելով ուղղվեց դեպի վրան։ Զապողի ձորը, որի երկինքը ամբողջ գիշերը կարմրած էր զորամասի խարույկների կրակներից, դեռևս հանդարտ ծխում էր։ Ճանապարհի ամբողջ երկայնքով հայ զինվորները փոսերի մեջ և ժայռերի տակ ինչ֊որ բան էին խանձում կրակների վրա։ «Այդ ի՞նչ են անում», ֊ զարմացած հարցրեց գնդապետը։ «Ցորեն են խանձում հացի տեղ ուտելու համար»։ «Ուրեմն այս տեսակ հաղթություն տանող հայ զինվորը այս ապրուստի՞ն է դատապարտված»։ «Այո»։ «Իսկ եթե մեր զինվորների ապրուստը ունենային, ինչեր կարող էին անել»։ Հայոց զորավարը իր վրանի առաջ բարի գալուստ մաղթեց գնդապետ Գիբոնին և հրավիրեց ներս մտնել, ուր, իհարկե, ոչ սեղան կար, ոչ աթոռ, բայց միայն գետնին պարզած գորգեր և մեկ֊երկու բարձ՝ ծալապատիկ նստելու համար։ Միջահասակ,
նիհար կազմվածքով և անշուք արտաքինով մի զինվորական էր։ Շապինանդը նրա համեմատությամբ շքեղ երևույթի և տարազի մեջ էր։ Հայ զորավարի հայացքը խստություն էր արտահայտում, բայց աչքերի մեջ զվարթասիրություն ու բարեմտություն կար։ Գիբոնը հասկանում էր, որ իր դեմ կանգնած է մի երևելի հայ զինվորական, որ վերջին պահին Նախիջևանի գավառը հայտարարել էր Ռուսաստանի Հանրապետության անբաժանելի մասը, գործակցության մեջ մտնելով Կովկասի կարմիր կոմիսար Ստեփան Շահումյանի հետ և իր զորամասը դնելով սովետների իշխանության տրամադրության տակ։ Երկուսն էլ մի պահ շեշտ նայեցին իրար և պատրաստվեցին նստել։ Անդրանիկը նստեց ծալապատիկ, ոտքերը սապոգներով արագությամբ տակը ծալելով։ Անգլիացին սովոր չէր արևելյան այդ վարժությանը և բավական չարչարվեց, մինչև որ իր երկար չոր սրունքները մի կերպ դասավորեց նույն դիրքով։ Երկուսի մեջտեղ նստեց թարգմանը։ Զորավար Գիբոնը սկսեց պարզել իր գալու նպատակը։ Ասաց, որ ինքը գալիս է Բաքվից, դաշնակից զորքերի ընդհանուր հրամանատար Թոմսոնի կողմից։ Նամակ եմ բերել և եկել եմ հայտարարելու, ասաց նա, որ դաշնակիցները հաղթությունը շահած են և գերմանացին ու թուրքը պարտված են չարաչար։ Զինադադար է, հետևաբար պիտի խնդրեի, որ դադարեցնեիք կրակը և զենքը վայր դնեիք առանց մի թիզ այլևս առաջ շարժվելու։ Թոմսոնը հայ զորավարից պահանջում էր կասեցնել առաջխաղացումը և կանգ առնել այնտեղ, որտեղ այդ հրամանը կհասնի տեղ։ Զինադադարի խախտումը ձեր կողմից թշնամական ակտ պիտի նկատվի դաշնակիցների դեմ և հետևաբար ձեր դեմ պիտի գտնի դաշնակիցների միացյալ դիմադրությունը։ Անդրանիկը հապճեպով կտրեց նրա խոսքը։ Իսկ մեր հաշիվները։ Ձեր հաշիվները պիտի պարզվեն հաշտության սեղանին, խաղաղ և արդար կերպով, որին դուք արժանի եք ձեր անհուն զոհաբերությամբ։ Հայ զորավարը թարգմանչի թևը մշտելով ասաց. Ըսե իրեն, որ ես դիվանագիտություն շատ չեմ հասկանար և շատ ալ վստահություն չունեմ, բայց սիրով կընդունեմ զինադադարը, պայմանով, որ խոստումները կատարվեն։ Քիչ վերջը զինադադարի փողեր հնչեցին երկու ճակատից։ Պարտված թշնամին գոհ էր, հաղթանակած հայը տխուր։ Կրակները մարեցին Զապողի ձորում և վրանը ծալվեց։ Իսկապես, այս ինչ տարօրինակ շեփորներ են, և ինչու են իր զինվորները այդքան հուսաբեկ կանգնած։ Անդրանիկը ձեռքի մեջ ամուր սեղմել էր ընդհանուր հրամանատարի նամակը։ Աչքերի մեջ տագնապ և հուսահատություն կար։ Դաշնակիցները, որոնց հաղթանակին այնքան նպաստել և սպասել էր ինքը, մի անգամ ևս պիտի ի դերև հանեին հայ ժողովրդի հույսերը։ Գնդապետ Գիբոնի հետ Զապողի ձորից Գորիս վերադառնալով, նա հյուրանոցի սրահի մեջ բաժակ բարձրացրեց ի պատիվ անգլիացի հասարակ զինվորների, սակայն բաժակաճառի վերջում չկարողանալով իրեն զսպել, ոտքից հատկելով և ճակատի երակները ուռած, աչքերը բոցարձակ և ամբողջ մարմինը զայրույթից դողահար, իր ցասկոտ արհամարհանքը նետեց հարստահարիչների երեսին։ Գնացեք և ասեք բրիտանացիներին, նաև ձեր թագավորին ու թագուհուն, թե այսօրեն սկսյալ ես իմ ձեռքերս լվանում եմ դաշնակիցների հետ ունեցած իմ բոլոր գործարքներից։ Ինչ օժանդակություն որ ստացած եմ նրանցից, պիտի վերադարձնեմ իմ զորքի ձիերը Երևանի շուկայի մեջ աճուրդի հանելով։ Դուք ինձ հրաման բերեցիք, որ դադարեցնեմ կռիվը և սպասեմ խաղաղության վեհաժողովի կարգադրություններին, սակայն ի՞նչ երաշխիք։ Այս պատերազմում հայերը քաջաբար կռվեցին Թուրքիայում, Կովկասում, Պարսկաստանում, հեռավոր Սիրիայում, մեծ ծառայություններ մատուցելով դաշնակից բանակներին,
Միայն ռուսահայերը տվեցին 300,000 զինվոր, իսկ տաճկա Հայաստանը կոտորվեց, բնաջնջվեց, մեղադրվելով ձեր դաշնակիցը լինելու մեջ։ Եվ այսօր, երբ դուք հաղթել եք, թույլ եք տալիս, որ երկրի երեսից անհետանա մի հինավուրց քրիստոնյա ժողովուրդ, ձեր փոքրիկ դաշնակիցը։ Դուք փաստորեն շարունակում եք Օսմանյան պետության սկսած հայաջնջման գործը։ Դուք արգելեցիք մեզ կռվելու մեր երկրի և մեր կյանքի համար, սովամահության ամոթալի վախճանին մեզ դատապարտելով։ Ձեր աչքով տեսաք իմ զինվորների ծանր վիճակը Զապողի ձորում։ Մարդակերի սառնասրտությամբ ամենուրեք ականատես եղաք, թե ինչպես իմ ժողովուրդը սովից լռելյայն մահանում է Տաթևի վանքի և Գորիսի պատերի տակ։ Ես ցարդ հավատարիմ եմ մնացած դաշնակիցներին ու համբերությամբ սպասել եմ մեր փրկությանը, բայց այլևս անկարող եմ տոկալ մեր դատի հանդեպ ցույց տրված այսքան անարդարության։ Հնչեցին զինադադարի շեփորները, բայց ինչու իմ զինվորը այսքան անհաղորդ է հաղթանակի շեփորին։ Հաղթանակած զինվոր և այսքան տխուր։ Եթե դուք ինձ ասեք այո, եթե նույնիսկ Աստվածն ալ ինձ ասե, թե իմ ցեղիս հանդեպ արդարություն կա, ես պիտի ժխտեմ այդ իր ներկայության իր երեսին բոռալով։ Լի բաժակը խնջույքի սեղանին թողած, Շապինանդը վրդովված դուրս եկավ Գորիսի հյուրանոցից և հրապարակը կտրելով շարժվեց դեպի գետափ։ Գնում էր բարկացած, շարունակելով իր մեղադրանքը. «Տո ես ձեր կեղծ մարդասիրությունը, ձեր քրիստոնեությունը, ձեր դիպլոմատիան»։ Գետափի մերկացած ծառերի տակ ծվարած էին գաղթական ընտանիքներ։ Մեկը Մոսեիմոն էր, իր իշխանական կնոջ և աղջկա հետ։ Մյուսը Խութեցի ծաղիկ համբարձումն էր։ Կարպետն ու ներքնակը շալակին, թիակը ձեռքի մեջ, մի քարի վրա տխուր նստած էր ճրտուկ Ֆարֆադեն։ Երևի դարձյալ հեքիաթ էին պատում։ Նայեց նրանց, գլխով լուռ բարևեց և անցավ։ Մոտեցավ դիմացի բարձր ժայռաբեկորներին, արմունկը դրեց մի քերծի և հիշեց 3 տարի առաջ Պյատիգորսկում արտասանած ճառը։ Հայերը ինչ են սպասում ապագայից։ Սպասում են շատ բան։ Միայն գալիքումն է նրանց կյանքը։ Ամեն ինչ դրված է Ռուսաստանի վրա։ Հայ ժողովուրդը նրան է վստահում իր ճակատագիրը։ Մենք, հայերս, չենք ունեցել այլ ձգտումներ, քան այն, ինչին ձգտել է Ռուսաստանը։ Վայ այն հային, ով փորձ կանի Ռուսիո դռները փակել մեր առաջ։ Մեր միակ բարեկամը Ռուսաստանն է։ Ամեն ինչ գալիքի մեջ է։ Մեր ժողովրդի խնդիրն է այժմ, ինչպես և բոլորինը, ջախջախել ներկա պատերազմի հանցագործին։ Միայն գերման իմպերիալիզմի դիակի վրա հնարավոր է կայուն խաղաղություն, որը որպես կենաց ջուր ավերակներից կվերակենդանացնի նաև Հայաստանը։ Ահա և այդ գալիքը։ Գերմանիան ջախջախված է։ Իսկ ուր է Հայաստանը։ Սասունցի Ֆադեն խտանա կացից մինչև Գորիս է շտապել։ Այդ էր իր երազած Հայաստանը։ Լոլո, լոլո։ Իր թիկունքում հնչեց ծանոթ եղանակը։ Հաջի Գևոն էր։ Տեսնելով, որ Շապինանդը վրդովված դուրս եկավ հյուրանոցից, նա նույնպես լքել էր խնջույքի սեղանը և աչքը հեռվից զորավարի քայլերին պահած, աննկատելի եկել թռել էր նրա թիկունքի քարաբուրգին։ Անդրանիկը ետ նայեց, ժպտաց, նրան իր մոտ կանչեց։ Աղբյուր Սոսեին ասա, որ ինքը գաղթականների հետ պետք է գնա Գորիս, մինչև ճանապարհները բացվեն, իսկ զորամասը պետք է շարժվի։ Գումակը կարգի բեր և ձիերից մեկը պատրաստ պահիր գնդապետ Գիբոնի համար։ Վաղը մեկնում ենք։ Լսում եմ, զորավար,
Պատվի առավ Հաջի Գևոն և լոլոն շարունակելով շտապեց զորքի մոտ։ Ձին տվեք, թող հեծնի։ 1919 թվականի մեծ պահքի կեսերին Անդրանիկը Գորիսից ճամփա ելավ դեպի Վայոց ձոր։ Համատարած ձյունը ծածկել էր Զանգեզուրի բոլոր լեռնանցքները և չոր քամի էր փչում։ 7 հոգի էր իր քարավանը, բոլորն էլ սպայակույտի անդամներ։ Առջևից ինքն էր գնում, ետևից դատարկ թամբով մի երիվար և 6 ձիավոր։ Եռաբլուրի մոտ ճանապարհը շեղվեց դեպի ձախ։ Զորամասի մեծ մասը առաջացած էր մինչև Սիսիանի Անգեղակոտ գյուղը։ Զանգեզուրի վերջին ամենաբարձր լեռնաշղթան կտրելիս սկսվեց մոլեգին ձնաբուք։ Ձիանքը բնազդորեն էին առաջնորդում, որովհետև բքի սաստկությունից գետնին նայելու կարելիություն չկար։ Այդ միջոցին նկատելի դարձավ, որ քարավանի անդամներից մեկը խրվել է ձյուների մեջ և հետիոտն մաքարում է հեծյալներին հասնել։ Նա մերթ երեսը ետ էր դարձնում քամու հարվածներից պաշտպանվելու։ Մերթ ձեռնափերով, դեմքը ամուր փակած, գլուխը դեմ էր անում բքին և ոտքերը դժվարությամբ ձյունից հանելով, ճիգ էր անում վերջին հեծյալի հետքը չկորցնել։ Սպայակույտի անդամներից մեկը, որ գնում էր Հաջի Գևոյի առջևից, հարցրեց. «Ո՞վ է այդ թշվառը»։ «Զորավար Գիբոնը»։ «Ինչու է հետիոտն»։ Անդրանիկը բարկացավ, ձին ձեռքից առավ, ստիպված ոտքով է մաքարում։ «Բայց պատճառը»։ «Պատճառը Գորիսի հայ կանանց կարմիր դրոշակն է։ Անգլիացին չէր ուզում այդպիսի մի դրոշակ տեսնել մեր զորամասի ձեռքին։ Այդպես է, դեռևս Զապողի ձորում նա կասկածով էր նայել հայ զորավարի վրանի առաջ ծածանվող կարմիր պաստառին։ Հասկանալի է Փաշայի զայրույթը, նա երեկվանից դեռ հանդարտված չէ։ Հյուրանոցում իր բաժակաճառի ժամանակ նա այնքան վրդովված էր, որ ես սարսափով մտածում էի, չլինի թե հանկարծ մի ապտակ իջեցնի դաշնակից զորավարի կուշտ ու կլորիկ դեմքին։ Բարեբախտաբար այդ բանը տեղի չունեցավ, սակայն մարդը տարիքոտ է։ Հարեց սպայակույտի անդամը։ Դուք հին ընկերն եք Փաշայի և հին Ֆիդայի։ Խնդրեք, որ նրա ձին վերադարձնի։ Հաջի Գևոն ձին քշեց և բուքը ճեղքելով հասավ զորավարին։ Փաշա։ Շա։ Հռնդաց քամին անդունդ գլորվելով։ Փաշա։ Նորից հնչեց Գևոն, այս անգամ ավելի բարձրագոչ և ձիու բաշին թեքվելով, որ փոթորկին հաղթի։ Հոգնեցի՞ր, Գևո։ Քո փոխարեն այժմ ձնաբուքն է լոլո երգում։ Քիչ էլ տոկա։ Հայաստանի ո՞ր սարի բուքը չի հարվածել հայդուկի կողերին։ Տավրոսի բուքը ծանոթ չեմ ես, թե Ռահվեդուրանի կամ Բաղեշի լեռնակիրճի բորանը։ Սա Զանգեզուրի վերջին լեռնագագաթն է։ Շուտով կսկսի մեր էջքը դեպի Բազարչայ։ Փաշա, անգլիացին հոգնել է և դժվարությամբ է քայլում։ Ինչպե՞ս։ Ասում եմ, անգլիացին հոգնել է և դժվար է քայլում, իսկ բուքը սաստիկ է։ Ես նրան պատժել եմ։ Նա ճանապարհին դարձյալ հակաճառեց ինձ, և խորամանկ շեշտ կար նրա խոսքի մեջ մեր դատի հանդեպ։ Մեր դրոշակի կարմիր գույնը իրեն դուր չի գալիս։ Բացի այդ, ես տեսա, թե ինչպես նա ձիու հետ անխղճորեն էր վարվում։ Ինչ անենք, որ նրանց նավերը և ավտոկառքերը չեն կարող մեր լեռները բարձրանալ։ Մենք նրան ձի տվեցինք, որ խեղճ գրաստին ծեծի։ Թող մի քիչ ոտքով քայլի, որ հասկանա, թե ինչ բան է ազատության համար մարտնչող հայ զինվորի տառապանքը։ Փաշա, բայց մեղք է, կարող է խեղդվել բքի մեջ։ Իսկ մենք մեղք չենք։ Նրա խոսքը ընդհատեց զորավարը։ Իսկ Սեբաստացի Մուրադը մեղք չէր։
կոմիսար Շահումյանը մեղք չէր։ Իսկ Շամխորում սպանված հարյուրավոր անմեղ ռուս զինվորները մեղք չէին։ Իսկ մեր ժողովուրդը, որ կոտորվեց ու ցրիվ եղավ աշխարհով մեկ, մեղք չէ։ Իսկ արաբը և հնդիկը մեղք չեն։ Քեզ մի բան ասեմ, Գևո, այն օրից, երբ մեր պատվիրակ Մոսեի Մոն ձեռնաթափ վերադարձավ Լոնդոնից, իմ հավատքը իսպառ խախտվել է Անգլիո վարիչների ու նրանց զինվորականների հանդեպ։ Փաշա, թող մի քիչ քայլի։ Փաշա, իմ համբերանքն ես ուզում փորձել։ Բուք կա իմ հոգում, Հաջի, բուք, ավելի ահեղ, քան Լեռնահայաստանի այս բորանը, որ կատաղորեն փչում է մեր դեմքին։ Մեր ազգը կորել է փոթորիկի մեջ, իսկ դու ձի ես փնտրում ասեղ կարող անգլիացու համար։ Լո, ոչ մի լոլո չի օգնի, իզուր է։ Սպիտակ ձիավորը գլուխը շուռ տվեց դեպի աջ։ Զորավարի կոշտ դիմագծերը ավելի պրկված էին։ Գուցե վերջին անգամ էր նա անցնում այդ լեռներով։ Նրա հայացքը այդ պահին ամբողջապես ուղղված էր Հայաստանից դուրս։ Դաշնակիցների հանդեպ ունեցած կասկածը գնալով աճել էր իր մեջ։ Իսկ հանրապետական Հայաստանի վարիչների հետ խստորեն պառակտված էր։ Երևանը թշնամաբար էր դիտում իր զորամասի անջատ գործողությունները։ Այդ էր պատճառը, որ Գորիսի ազգային խորհուրդը համառորեն ձգձգում էր քառանիվ սայլերի վերանորոգումը։ Զանգեզուրում դրանից մի քանի տարի առաջ երևացել էին 3 զինվորական գործիչներ, որոնք խոստովանել էին, որ իրենք ուղարկված են Անդրանիկին մեջտեղից վերացնելու, և արդեն լուրեր էին տարածվել, թե նա սպանված է։ Կարինում դասալիկ զինվորները իրեն Կռո անվանեցին, իսկ այստեղ, Անգեղակոթում, Սասունցի հին հայդուկը զենք քաշեց իր վրա։ Որքան էր նա սիրում ախոյին։ Երբ հավատարիմ Սասունցին է զինվել իր դեմ, էլ ինչու մնալ։ Պառակտում կար նաև իր և իր սպայակույտի որոշ անդամների միջև։ Իրենից անդարձ բաժանվել էին Սասունցիների գունդը, ձիավոր հարյուրյակի հրամանատար Սարգիս Ճեպեճին, երկրորդ գումարտակի պետ Բժիշկ Բոնապարտը։ Զորամասի հրամանատարների և զինվորների մեծ մասը զորավար Մախլուտոյի գլխավորությամբ լքեց Զանգեզուրը և Սևանի արևելյան ափերը բարձրանալով գնաց դեպի Երևանյան Հանրապետություն։ Նույնիսկ իր սուրհանդակ Անդրեասը Թալինից չվերադարձավ լոռի։ Թիկունքից բուք, առջևից բուք, աջից ու ձախից էլ բուք։ Բնությունն անգամ մոլեգնած էր իր դեմ։ Այո, ինչու մնալ։ Եվ նա որոշեց գնալ Էջմիածին, զենքերը հանձնել կաթողիկոսին ու հեռանալ Հայաստանից։ Եղիշե, գոչեց նա։ Լսում եմ, զորավար։ Այն անգլիացին հոգնել է և կարող է խեղդվել բքի մեջ։ Ձին տվեք, թող հեծնի։ Քիչ վերջը զորավար Գիբոնը հեզ գառնուկ դարձած առաջանում էր քարավանի հետ։ Գարնան գաղ ժարևը տաքացրել էր որոտնակիրճը, որի միջով հետևակն էր ընթանում, իսկ իրենք գնում էին բարձրով։ Շուտով երևաց Սիսիանի վերջին գյուղը, և նրանց դիմաց ցցվեց գեղեցիկ իրանով մի սպիտակ լեռ։ Բազարչայի հովիտն էր, բայց մնում էր ամենադժվարին և ամայի անցուղին Բազարչայից մինչև Հերհեր։ Այդ շրջանի ձյունը մարդու հասակից բարձր էր։ Ձյունը փակել էր բոլոր ճանապարհները, դարափոսերը բլուրներին հավասարեցնելով։ Իրենք 7 ձիավոր էին, մի անգլիացի գնդապետ և 6 սպայակույտի անդամներ։ Առջևից դարձյալ ինքն էր գնում, ետևից Հաջի Գևոն, քարտուղար Եղիշեն, անգլիացի գնդապետը և մյուսները։
մերձակա մի գյուղ, դիմավորելու ելավ աղուհացով։ «Ապա այս բուքը», գոչեց Անդրանիկը, բեղերի պաղլուլաները քանդելով։ «Մեր առաջ աղուհաց հանելու փոխարեն ճամփաները մաքրեիք»։ Նա բազարչայի մալականներին փող տվեց, և նրանք խմբերով եկան մաքրեցին կուտակված ձյունը։ Զորքը անցավ։ Հետևակը խճուղով գնաց, ձիավորները սարով։ Կեչուտի ձորահովտում հերհերի նոսր թփուտները իրենց միջից աղմուկով թափ էին տալիս ապրիլյան տաք ձյունը։ Իմ ձիապանի պատմածը։ Նոր Բայազետում էի, երբ իմ ձիապան Բարսեղը հայտնվեց։ Ոտքից թեթև կաղում էր։ Նա մի մեղավոր հայացք նետեց վրաս, վախենալով դատաստանից, բայց ես ավելի տրամադիր էի լսել նրա քաջագործությունների մասին, որովհետև վստահ էի, որ եթե նա ողջ է վերադարձել, ուրեմն իր խոսքը քաջության մասին է։ «Զորավար», ասաց Բարսեղը, դիմելով ինձ, երբ Անդրանիկի սուրհանդակ Անդրեասը հրավեր բերեց, որ մենք գնանք Լոռի, և դու ինձ կարգադրեցիր նրան ճանապարհ դնել, ես նկատեցի, որ Անդրեասը մտադիր է հարձակվել Իբրահիմ խանի վրա։ Եվ իսկապես, Դավթաշենի ձորում կռիվ եղավ նրա և Իբրահիմ խանի միջև, և սուրհանդակը նեղն ընկավ, իր ձին խփվեց։ Ես նրան վերցրի իմ թամբին, և մենք, երկու հեծյալ մի թամբի վրա, հասանք աշտարակ։ Աշտարակում Անդրեասն ասաց. «Բարսեղ, ես պիտի ապարանով բարձրանամ Լոռի. եկ քո ձին ինձ տուր, իսկ դու վերադարձիր զորավարիդ մոտ և ձեր զորքով շտապեք քարախաչ»։ Խելքս մտավ, ձիս տվեցի նրան։ Հազիվ էի ոտքս դրել ասպանդակին, երբ լսեցի, որ բաշ֊ապարանում կռիվ է, և փեթարամանուկը Չոլոյի և Մորուքի հետ, սասունցիներից մի խումբ կազմած, շտապել է մասնակցելու ապարանի ճակատամարտին։ Անդրեասը թե «Ես պետք է հասնեմ Անդրանիկ֊փաշի զորքին» ասաց ու իմ ձին հեծնելով գնաց դեպի Լոռի։ Ես մնացի հետիոտն։ Փեթարամանուկը ինձ մի ձի տվեց, և մենք մի ամբողջ օր կռվեցինք Ալեքսանդրոպոլի կողմից Արագածի հյուսիս֊արևելյան լանջով դեպի Երևան արշավող Հռոմի զորքի դեմ։ Կռվով հասանք Եղվարդի տակ։ Այդտեղ Չոլոն ասաց, որ թշնամին բազմահազար զորքով հասել է Արաքսի ափը և Էջմիածնի վրայով սպառնում է Երևանին։ Թողեցի բաշ֊ապարանը և ինձ նետեցի Երևան։ Քաղաքի ծայրին մի ծերունի ժայռին փակված մի կոչ էր կարդում ուղղված Երևանի զորքերին ու բնակիչներին. «Հայեր, շտապեցեք հայրենիքն ազատելու. հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով յուր անձնականը, պետք է գործ դնի իր վերջնական ճիգը թշնամուն հարվածելու համար. հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից։ Հայեր, ժամանակը չէ դանդաղելու. հանուն մեր բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության, ոտքի կանգնեցեք, դեպի սրբազան պատերազմ, դեպի զենք բոլորդ, դեպի Սարդարապատ»։ Ծերունին կարդալն ավարտեց և իր շուրջը հավաքվածներին կազմակերպելով, ազատություն կամ մահ գոռալով, շարժվեց փողոցն ի վար։ Գնալով այդ աշխարհազորը մեծացավ, խտացավ, և փողոցը լցվեց հազարավոր մարդկանցով։ Ես էլ ընկա այդ հեղեղի մեջ և առաջ շարժվեցի։ Հասա քաղաքի կենտրոն, դեմ առա սև քարից շինված մի հսկա եկեղեցու։ Գլխին 5 սոխաձև գմբեթ կար ծուռ խաչերով։ Ինձ ասացին, թե դա ռսի ժամ է։ Էս ժամի զանգերը լուռ էին։ Աշխարհազորը շարժվեց դեպի Զանգվի կամուրջը, իսկ ես իմ ձին կապեցի ժամի դռանը և բարձրացա զանգակատուն։ Հաշվեցի զանգերը, 80 հատ էին։ Ամենամեծ զանգի լեզվակը
իմ ձիու գլխի չափ էր։ Պարանը քաշեցի։ Քաղաքը դղրդաց ու ձայնը հասավ մինչև Եղվարդ։ Եկեղեցու դիմացը մի աղբյուր կար։ Տեսնեմ, մարդիկ էս աղբյուրի մոտ շարք կազմած գժերով ջուր են տալիս իրար։ Շարանն անցնում էր իմ ոտքերի տակով ու ձգվում էր մինչև կայարան։ Էս ինչ բան է։ Հսկայի պես կռանալով հարցրի ես վերևից։ Ներքևից պատասխանեցին, թե ջուր են ուղարկում կռվողներին։ Կժերով հասցնում են կայարան և տակառների մեջ լցնելով գնացքով փոխադրում են Սարդարապատի դաշտ։ Ես զանգակատնից իջնելով արագությամբ շարք մտա և մի քանի կուժ ջուր փոխադրեցի հաջորդ ձեռքերին, բայց իմ գործը ոչ ջուր փոխադրելն էր, ոչ էլ զանգեր հնչեցնելը։ Ես ռազմիկ էի և պետք է նետվեի կռվի դաշտ։ Հեծա իմ ձին և շտապեցի դեպի Արաքսի ափը։ Թիկունքից սայլերով, ավանակներով, ձեռքերով ռազմամթերք էին հասցնում կռվողներին։ Կես ճանապարհին մի թնդանոթ էր մնացել։ Իմ ձին տվեցի, որ թնդանոթը շուտ տեղ հասցնեն։ Սկսեցի ոտքով քայլել։ Արաքսը վարարած էր։ Դաշտի միջով դեպի Հայ Զեյվա մի հեծյալ եպիսկոպոս էր գնում, պատկառելի վեղարը գլխին, սուրը ձեռքին բարձր պահած։ Ղարաբաղցի էր, անունը Գարեգին։ Վտիտ և անշուք դեմքով մի այր էր սրբազանը։ Տարիքը կլիներ 40։ Կողքից 3 երիտասարդ վարդապետ էին գնում. Եզնիկ, Դանիել, Թադևոս, խաչերը ձեռքներին բարձր պահած։ Իսկ ետևից գալիս էր տարօրինակ կռվողների մի բազմություն, տարբեր զենքերով զինված, ոմանք շապիկ վարտիքով, ոմանք բոկոտն ու գլխաբաց։ Սրբազանը ձին կանգնեցրեց։ Սիրելի ժողովուրդ, դարձավ նա բազմությանը, Արարատյան Հայաստանը հարվածի տակ է։ Հայկական զորքերին հրամայված է դատարկել Սուրմալուն և նահանջել Կոտայքի բարձունքները։ Շտապ առաջարկ է եղել մայրաթոռը տեղափոխել Սևան։ Կես ժամ առաջ վեհափառ հայրապետը հայտնեց, որ ինքը մերժում է կաթողիկոսարանը Սուրբ Էջմիածնից տեղափոխել։ Եթե հայ զորքը հրաժարվի կամ անզոր գտնվի պաշտպան կանգնել այս սուրբ վայրերին, ապա ինքը մենակ սուր կվերցնի և կռվելով կընկնի մայր տաճարի գավթում, բայց չի հեռանա Սուրբ Էջմիածնից։ Մինչև հիմա մենք նրա աջը համբուրում ենք։ Հիմա նա է համբուրում մեր ոտքը։ Բոլորս դեպի թշնամին։ Ի պատիվ և ի ուրախություն մեզ, Արարատյան դաշտի ամբողջ զորքը և ժողովուրդը զինված ջոկատներով անհավասար մարտի մեջ է մտել ոսոխի դեմ։ Սուր է վերցրել և Սուրբ Էջմիածինը։ Ծառը արմատով է ծառ, տունը հիմամբ է տուն, գոչեց Գարեգին եպիսկոպոսը, և բազմությունը նրա ետևից աղաղակեց. դեպի նոր ավարայր։ Արաքսի ափին հենց առաջին օրը ես գլորվեցի մի ավազափոսի մեջ, որտեղ մի վիրավոր էր ընկած, ճակատով դեպի գետին, ձի ու սանձը թևի տակ ամուր սեղմած։ Կռացա իմանալու, թե ով է, ու հանկարծ ծոծրակից մի տաք բան զգացի։ Շուռ եկա տեսնեմ, իմ ձին էր, որով ես գրոհել էի Թալինի բերդի վրա։ Նա ետևից թեքված լիզում էր իմ վիզը, իսկ կողքի վիրավորը Անդրեասն էր։ Անծանոթ տեսնողը նրա ահարկու կերպարանքից կարող էր տեղն ու տեղը ուշագնաց լիներ։ Անդրեաս, ասացի ես, դու էստեղ, Սարդարապատի դաշտում։ Չէ՞ որ ես տեսա, թե դու ինչպես իմ ձին հեծնելով Եղվարդի վրայով գնացիր դեպի Լոռի։ Ես չէի ուզում Բաշապարանում կռվել, բայց ճանապարհին իմացա, որ Սարդարապատում կռիվ է, խոսեց Անդրեասը, նստելով ավազափոսի մեջ իմ կողքին։ Ո՞ւր կերտաս, Անդրեաս,
Չէ՞ որ Արաքսի ափին կռիվ է, ասացի ինքս ինձ։ Երևանի կողմից եկող զանգերի գոռոցն էլ որ ականջս քանդեց, ասացի չէ, էստեղ մի լուրջ բան կա, ու Հայաստանը շատ նեղ վիճակի մեջ է։ Էլ դու որ օրվա համար ես, Անդրեաս, ասացի ու ձիուս գլուխը շուռ տվեցի դեպի Սարդարապատ։ Աջ թևի վրա Կորնետ Վանոյի հեծյալների դասակներ։ Ձախ թևին շարված էին Վանի, Զեյթունի և Դալի Ղազարի ձիավոր գնդերը։ Միացա Ալաշկերտցի Այվազի խմբին ու սլացա առաջ։ Թե այս 2 օրվա մեջ ինչքան ասկյար եմ սպանել Շևքի Փաշայի զորքից, հաշիվ չկա։ Իմ պակաս թողածը քո ձին վերջացրեց իր սմբակներով։ Այս Սարդարապատը չէր լինի, եթե ժամանակին լավ պաշտպանած լինեինք Էրզրումի, Բիթլիսի և Կարսի դռները, ավելացրեց Անդրեասը։ Անդրեաս, մի ասա, մի կատարյալ արջ։ Մեր խոսակցության ժամանակ 4 զինված ասկեր թփուտից դուրս նետվելով հարձակվեցին մեզ վրա։ Նրանցից մեկը Անդրեասի ահռելի կերպարանքից տեղնուտեղ ուշաթափվեց, իսկ մյուս 3-ին տաստոցը քաշելով գլորեց ավազների մեջ։ 1-2-ին էլ ես ոչնչացրի գրոհելով եղեգների վրա, ուր նրանք խնամքով թաքնված էին դիակների տակ։ Ամբողջ օրը առավոտից իրիկուն թնդանոթները որոտում էին։ Այդ նույն օրն էլ կռիվը վերջացավ մեր հաղթանակով։ Արտաշատից մինչև Կարմրաշեն տասնյակ հազարավոր շևքի դիակ էր դիզված։ Վերջին կռիվը եղավ Մեծ Արտենս սարի վրա։ Այնտեղ սպանվեց Մահապարտների գնդի գումարտակի պետը։ Ես անցա գումարտակի գլուխը և կազմակերպեցի նոր գրոհ։ Մշեցի Պանդուխտի ձիավոր գունդը Մաստարայի բարձունքից, իսկ մենք ներքևից հարձակվելով, այնպիսի մի ջարդ տվինք, որ շևքի թուրքերը լեղապատար փախան մինչև Վանի։ Վանեցի Ջհանգիր տղան էլ էր մեզ հետ, իր եզիդական ձիավորներով։ Աղա Մամիկոնյան զորիկն էլ։ Երկուսն էլ Պանդուխտի գումարտակի մեջ էին, 409 բարձունքում։ Վերադարձա Արաքսի ափը։ Հեռվից նկատեցի, որ սև ագռավները ու անծեղները կռավելով ելում իջնում են այն փոսի վրա, ուր պառկած էր Անդրեասը։ Վայ, ասացի, Անդրեասը սպանված է և ագռավները նրա լեշն են ուտում։ Մոտեցա տեսնեմ, Անդրեասը իր ավազափոսում նստած տնքում է և նայում է, թե ինչպես գիշատի չավքերը ծվատում են սպանված ասկյարներին, կողքին էլ ամանով ջուր էր դրված։ Անդրեաս, ասացի ես, դու վիրավոր ես, արի քեզ Երևան տանեմ։ Չէ, ասաց Անդրեասը, ես Անդրանիկ Փաշի սուրհանդակն եմ և նրա մոտ պիտի երթամ։ Ինձ կապիր ձի ու թամբից ու բաց թող, ձին ինձ ուղիղ լոռի կտանի։ Անդրեաս, ասացի ես, դու իբրև սուրհանդակ մեզ մոտ եկար մայիսի 7-ին, իսկ այսօր մայիսի վերջն է, Անդրանիկը վաղուց լոռին անցած կլինի։ Չէ, դու ինձ կապիր ձի ու թամբին, Փաշան ուր էլ լինի, ձին ինձ ուղիղ նրա մոտ կտանի, պնդեց Անդրեասը։ Շատ որ զոռեց, խնդիրքը կատարեցի։ Մի կերպ գրկեցի, դրեցի թամբին, ամուր կապեցի, որ վայր չընկնի։ Դե հիմա գնա հասիր Անդրանիկի զորքին, ասացի ու սանձը տվեցի ձեռքը։ Ձին մի քիչ տեղ գնաց, մեկ էլ ինչ տեսնեմ։ Անդրեասը վրայի կապերը քանդել է և ետ դարձած բռունցքը թափ է տալիս վերևում անցնող ագռավների վրա։ Երևանի կողմը չերթաք, ձեր կտուցներից շան հոտ է գալիս, էս են դաշտն է, ուր Նոյ Նահապետը տապանից իջնելով խաղողի թուփ է տնկել, էդպես կջարդենք մեզ վրա եկողին։ Տեսա ընկնում է, վազեցի, որ կապեմ թամբին
և տանեմ Բերդի հիվանդանոց։ Ես հիվանդ չեմ, գոռաց վրաս։ Ես պիտի անպայման հասնեմ Փաշի զորքին։ Ու ինքն իրեն մի կերպ թամբին ուղղելով, գլուխը դարձրեց դեպի Եղվարդի կողմը։ Ուր տարավ նրան իմ ձին, չիմացա, բայց որքան աչքս նշմարեց, ես նրան տեսա դեպի վերևի սարերը գնալիս։ Այդ նույն օրը ես ոտքից վիրավորվեցի ու ինձ տեղափոխեցին Երևանի Բերդի զինվորական հիվանդանոցը։ Բերդի մեջ մի բերդ էլ կար, անունը Շուշան։ Շուշանն ինձ ճանաչեց։ Ինչու, ասաց, զորավոր Մախլուտոն ինձ Բիթլիսից ուղարկեց Երևան ու չեկավ իմ ետևից։ Շուշանը գթության քույր էր Բերդի հիվանդանոցում։ Նրա խնամքին հանձնված էր նաև Մանասկերտցի մի զինվոր, որ կռվել էր Սարդարապատի դաշտում և ծանր վիրավորված էր։ Շուտով ինձ ու Մանասկերտցի զինվորին դուրս գրեցին։ Մենք քանաքեռի վրայով գնացինք Եղվարդ։ Եղվարդում լսեցինք, որ Փեթարա Մանուկը և իր զինվորները ապստամբել են Արարատյան հանրապետության կառավարության դեմ։ Նրանց միացել էին նաև Մշեցի պանդուխտի զինվորները, որ նոր էին վերադարձել ռազմաճակատից։ Պատճառը հարցրինք։ Մանուկն ասաց, թե Հայաստանի վարիչները զինադադար են կնքել Վեհիբ Փաշայի հետ, նրան զիջելով մեր հողերի մեծ մասը և զորավար Անդրանիկին արտաքսելով հանրապետության սահմաններից։ Անդրանիկը արտաքսված, ուրեմն մենք իզուր կռվեցինք Սարդարապատում և Բաշ-ապարանում, ասաց Մանասկերտցի զինվորը, և երկուսով բռնեցինք Նոր Բայազետի ճամփան։ Լճաշեն գյուղում Մանասկերտցի զինվորը մի գաղթական աղջիկ տեսավ, անունը Վարդանուշ էր։ Ես երկու գեղեցկուհի եմ տեսել աշխարհում, մեկը Շուշանն էր, մյուսը Վարդանուշը։ Մանասկերտցին զարկվեց Վարդանուշի սիրով ու մնաց Լճաշեն։ Բայց աշխարհը խաղաղ չէ ու ամենից վրդովվածը Հայաստանն է։ Մեր սիրելու ժամանակը դեռ չի եկել, ասացի ես։ Աշխարհը սիրելով կխաղաղվի, Հայաստանն էլ հետը, պատասխանեց Մանասկերտցին ու մենք բաժանվեցինք։ Նա մնաց Լճաշեն գյուղում իր Վարդանուշի հետ, իսկ ես զենքերս կապած շտապեցի Նոր Բայազեդ։ Իմ ձիապանը ավարտեց իր պատմությունը և բեղերը ոլորելով նայեց ինձ։ Ես նրան իհարկե ներեցի, որովհետև նա մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին։ Խռոված հայդուկապետը 1919 թվականի գարնանը Անդրանիկն իր զորքով Զանգեզուրի վերջին լեռնանցքի բուքը հաղթահարելով դիմեց դեպի Արարատյան դաշտ։ Դրոն Երևանյան նահանգի զորամասի հրամանատար էր նշանակված։ Դրոյին լուր հասավ, որ Անդրանիկի ձիավորները արդեն հասել են Արարատ կայարան, ուր հնդիկ և անգլիացի զինվորներ էին կանգնած։ Դրոն հատուկ սալոն վագոնով շտապեց Դավալու, որ դիմավորի նրան։ Զորավարի պատվին Երևանում պատրաստված էր փառահեղ ընդունելություն, հաղթական մուտք։ Երբ հասավ Դավալու, պարզվեց, որ Անդրանիկը այնտեղից արդեն մեկնել է։ Հասավ Արտաշատ, բայց Անդրանիկը Արտաշատից արդեն դուրս էր եկել։ Դրոն զգաց, որ Անդրանիկը խուսափում էր հանդիպել իրեն։ Շարունակելով իր հետապնդումը, Երևանի զորամասի հրամանատարը նրան բռնեց Դալմայի այգիների շրջանում։ Դրոն բարձրից էր նայում Անդրանիկին, նրան համարելով ռազմական կրթությունից զուրկ մի սոսկական հայդուկապետ, պարտիզանական կռիվների մի հմուտ ղեկավար, որ ոչ մի մասնակցություն հանդես չէր բերել Սարդարապատի, Բաշ-ապարանի և Ղարաքիլիսայի վերջին ահեղ ճակատամարտերին։ Ներքևում, հինավուրց կամուրջի տակով, մոլեգնած հոսում էր գարնանային հրազդանը։ Դիմացը Մասիսներն էին, իսկ ետևում Երևանը։ Հանդիպումը եղավ
զուսպ։ Դրոն Անդրանիկին հրավիրեց մտնել Երևան։ Ես Երևան չեմ գար։ Ես դաշնակ կառավարությունը չեմ ճանչնար, կտրուկ պատասխանեց Անդրանիկը։ Հարվածող զորամասի քրտնաթոր նժույգները իրենց դարչնագույն մեզը խառնելով հրազդանի պղտոր կոհակներին վրնջալով անցան Բերդի հին կամուրջով։ Առջևից Անդրանիկն էր գնում, ետևից զորքը։ Այգիների միջով դեպի Էջմիածին էր շարժվում մի անսովոր զորաբանակ։ Զորքը հոգնած էր։ Հոգնած էր այն ոլորապտույտ խճուղին, որով նրանք անցնում էին։ Հոգնած էր և այն փոշին, որ երիվարների սմբակների տակից բարձրանալով անաղմուկ ոսկեզօծում էր երկնասլաց բարդիների նորականաչ կատարները։ Դրոն վաղուց հասել էր Էջմիածին և կայազորին կարգադրություն արել պատշաճ ընդունելություն ցույց տալ Անդրանիկին, համոզված, որ այնուամենայնիվ նա իր զորքը կտանի դեպի Երևան և կողջունի Հայաստանի Հանրապետության ծնունդը։ Սակայն Էջմիածին հասնելով, Անդրանիկը իր զորագունդը ուղղեց դեպի Մայր տաճար։ Ուր էր գնում հայդուկապետը։ Ինչու էր նա դիմում դեպի հինավուրց վանքի դարպասները։ Այս անսպասելի քայլը իրարանցման մեջ դրեց Էջմիածնի հայոց կայազորին, իրեն, Դրոյին և տեղի ողջ բնակչությանը։ Անդրանիկը դեպի Մայր տաճար է գնում։ Ինչու՞, ինչ է պատահել։ Շփոթված հարցնում էին մարդիկ իրար։ Հայոց կաթողիկոսը Գարեգին վարդապետի և մյուս եպիսկոպոսների ու վարդապետների հետ Տրդատա դռնով դիմավորելու ելավ մեծահամբավ զորավարին։ Իրենք նույնպես արիաբար մասնակցել էին Սարդարապատի ճակատամարտին և իրավունք ունեին քաջին քաջորեն դիմավորելու։ Դարպասները բացվեցին և զորքը ներս մտավ։ Մտավ կապույտ ռազմիկը, կապույտ նժույգին նստած։ Մտավ անսովոր մի զորք, որի նման Էջմիածինը և Հայաստան աշխարհը մինչև այդ երբեք տեսած չկային։ Այդպիսի զորք չէր եղել։ Այդպիսի զինվորներ չէին անցել այդ ճանապարհով։ Այդպիսի նժույգներ չէին դոփել Էջմիածնի սրբազան գետինը։ Բնակիչները մեծ ու փոքր վազում էին ճանապարհի երկայնքով և օդը կեցցեներով թնդացնում։ Ու ընկան դրոշները վանքի պատերի տակ Գևորգյան լճի ափին։ Իրար վրա դիզվեցին հայդուկային կռիվների և կամավորական մարտերի Դիլմանի, Բաղեշի, Կարինի և Խոյի փառապանծ դրոշները։ Փողփողալով վայր իջավ Զանգեզուրի հայ կանանց ծոպավոր կարմիր դրոշը։ Ընկավ զենքն ու հանդերձանքը։ Եվ զորքին դիմելով Անդրանիկն ասաց. «Սիրելի զինվորներ, հասավ իմ և ձեր բաժանումի ժամը։ Մեր մարտական կռիվները ավարտված են։ Մեր զենքն ու դրոշները հանձնված են կաթողիկոսին։ Բայց ձեզ մեջ բաժանված կուզեմ երկու խոսք ասել։ Ես մեծ կրթություն չունեմ։ Ես էլ ձեզ նման հասարակ ժողովրդի զավակ եմ, ձեզ նման մարտիկ ու զինվոր։ Սիրուն ճառեր ասել չգիտեմ։ Արդեն 54 տարեկան եմ, կարգված չեմ, ընտանիք էլ չունեմ։ Կյանքի, գործի և պատվի ազատություն։ Այս եղավ իմ և ձեր կյանքի նպատակը։ Ես հայր չեղա ընտանեկան հարկի տակ։ Իմ ընտանեկան հարկը Հայաստանի երկինքը եղավ։ Իմ մարտական կյանքը ես սկսեցի հայդուկությունից։ Գնացի Սասուն, մտա մի մութ գոմ ու սկսեցի զենքերի փչացած մասեր նորոգել։ Գելիեգուզան գյուղին մոտիկ, ալոճակ, Տաղվերնիկ կոչված գոմի մեջ պառկած հոդացավով կտառապեի։ Հիվանդությունն այնքան սաստիկ էր, որ օրը 10 անգամ մահս կուզեի։ 6 ամիս ոչ հանգիստ ունեի, ոչ էլ քուն։
Մեկ կողմեն ցավը, մյուս կողմեն հալածանքները կմտահոգեին զիս։ Տեղական բժշկական ամեն միջոց գործադրեցինք, բայց օգուտ չտվավ։ Աստված, Գաբրիել հրեշտակը ղրկե, հոգիսառ, ազատվեմ այս տանջանքեն, ցավեն հուսահատ ասացի ես մի օր։ Սպաղանած Մակարը, որ 80-ն ավելի քաջառողջ մի տղամարդ էր, և քովս նստած չիբուխը կծխեր, աղերսանքս լսելով դարձավ ինձ ու ուսավ. «Անդրանիկ լահո, Գաբոն ամեն անգամ, որ գլուխը դռնեն ներս կխոթե, որ հոգիտ առնե, պատեն կախված հրացանդ տեսնելով, վախեն ներս չի գար, կփախչե կերթա։ Վախեն, թե իմ չար բախտեն, Գաբոն ներս չմտավ իսկապես։ Այն զենքը, որից Գաբոն վախեցավ, ահա 35 տարի է, ինչ իմ ձեռքեն վայր չի իջել։ Իմ բմբլե բարձը Սասունի լեռները եղան։ Իմ և ձեր կյանքն անցավ հայդուկային կռիվների և ազատագրական պատերազմների մրրիկների մեջ։ Այդ հրացանը թևիս, ձիով և ոտքով ես ամբողջ Հայաստանը ձեզ հետ անցա ծայրեցայր։ Այդքան տարվա մեջ ես չտեսա ոչ մի զինվոր, որ իր բնական մահով մեռներ։ Դուք ձեր քաջությամբ և հերոսական գործերով բարձր պահեցիք մեր ժողովրդի արժանապատվությունը։ Ոչ մեկ արարքով չարատավորեցիք ձեր սուրը։ Մեծ համբերությամբ կրեցիք ձեր չարչարանքը և հավատքով տոկացիք անթիվ զոհողության։ Ես չլսեցի տրտունջի ոչ մեկ բառ, ցավի ոչ մի արտահայտություն։ Մերկ ու անոթի մնացիք օրերով։ Ձմռան ցուրտը, բուքն ու քամին, ձյունն ու անձրևը կարկուտի հետ ծեծեցին ձեզ։ Բայց դուք արհամարհեցիք թե թշնամու գնդերը և թե բնության արհավիրքը։ Ձեր այդ կեցվածքը քաջալերեց զիս, և մենք շահեցինք փառավոր հաղթանակներ։ Ազատ ապրելու կամ հերոսաբար մեռնելու վճիռը նահանջի մատնեց ձեր մեջ ուրիշ ամեն իղձ։ Անթիվ, անհամար են այն կռիվները, որ ես մղեցի ձեզ հետ Օսման բռնակալության դեմ ի սեր Հայաստանի։ Հրաժեշտ եմ տալիս ձեզ, ձեր քաջության և եռանդի անկորնչելի հիշատակը պահելով իմ սրտում։ Հոգ չէ, թե բարեկամները կամ թշնամիները ինչպիսի համարում կունենան ձեզ վրա։ Սասունում մի սար կա, Անդոք սարը։ Այդ սարի տակից մի հորդ աղբյուր է բխում, որ կոչվում է Պայթող աղբյուր։ Սասունցիք հավատում էին, որ այդ աղբյուրի մեջ հրեղեն ձիեր են ապրում։ Նրանց համար երևի Աստված այնքան հարգի չէր, որքան Պայթող աղբյուրը։ Ասում են, որ այդ աղբյուրից է դուրս եկել Քուրքիկ Ջալալին։ Ես ձեզ կարող եմ համեմատել միայն Պայթող աղբյուրի նժույգների հետ։ Դուք սովորական մարդիկ չեք, այլ հրեղեն մի սերունդ, որ ժայթքեց սաստո այդ առասպելական լեռան տակից։ Այս խոսքերը ես ձեզ թողնում եմ իբրև սրտաձոն բոլոր ապրողներին և տապանագիր մեռած զինվորներիս համար։ Էլ ասելիք չունեմ։ Այժմ ես միայն իմ տերն եմ։ Դուք ազատ եք, ինչպես կուզեք, այնպես էլ շարժվեք։ Հոզ Հայաստան է, ժողովուրդը հայ է և հողը մերն է։ Կարող եք դարձյալ ծառայել հայ ժողովրդին, ինչպես մինչև հիմա ծառայեցինք։ Այն զինվորները, որոնք կուզեն տներ վերադառնան, թող վերադառնան։ Նրանք, որոնք կուզեն ինձ հետ մնալ, թող գան ինձ հետ։ Ես մեկնում եմ, սրտիս մեկ կտորը ձեզ մոտ թողած, ակնկալելով մի օր գտնել այն։ Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառապանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն,
որն այժմ իմ քովս չէ։ Այդ այն պատանին էր, որ առաջին անգամ տաղվրնիկ եկավ սերոպ աղբյուրի հրացանի կոթը ինձ շինել տալու։ Նայեցեք, որ այս ճակատը երբեք գետին չհասնի։ 30 տարի այդ ճակատը աստղերին էր դարձած։ Չլինի թե այսօր գետին հպի։ Բարի ճանապարհ ձեզ, և թող օրհնյալ լինի զոհված հերոսների հիշատակը։ Սիրելի զինվորներ, մնաք բարով։ Ապա Անդրանիկը մի երկտող գրեց Հայաստանի կառավարությանը, ընդամենը 3 փութ քարի խնդրելով իր ձիու համար, կանխիկ վճարով։ Սևադեմ մի երիտասարդ, որ հենված էր Ղազարապատ հյուրանոցի պատին, հանկարծ վճռական շարժում կատարեց դեպի Զորավարը։ Շապինանդը շեշտակի նայեց նրա աչքերի մեջ և հասկացավ, թե վտանգը որտեղից էր գալիս։ Չարագործը նույնպիսի անսպասելիությամբ զենքը ցած դրեց և հաղթահարված ծունկի իջավ հայդուկապետի առաջ։ Զինվորները ուզեցին նրա դատաստանը տեսնել, բայց Անդրանիկը սաստեց նրանց և ընկածին բարձրացնելով ասաց. «Դու գնա գարու ետևից, այս թուղթը կտաս դրոյի կառավարությանը և 3 փութ քարի կխնդրես իմ ձիու համար կանխիկ վճարով»։ Երիտասարդը թուղթը վերցրեց և հյուրանոցի պատին քսվելով դանդաղ հեռանում էր, երբ Զորավարը ձայնեց. «Հոս եկուր»։ Սևադեմ մարդը ետ դարձավ։ Իմ ոչ մի հայդուկը գերեզման չունի լուստի տակ։ Տալվորիքցի մի հին հայդուկ ունեի, որ սպանել է Սելիմ֊բեկին Գոլի կռվում։ Անունը Կիրո Օսման է։ Վերջերս լուր ստացա, որ նա դավադրությամբ սպանվել է Վերին Արտիկում և թաղված է մի անանուն փոսի մեջ։ Ես ուզում եմ, որ մի քար դրվի նրա վրա։ Այդ մի հատիկ սասունցի զինվորս թող գերեզման ունենա աշխարհում, այդ էլ հաղորդիր դրոյին։ 3 փութ քարի և մի շիրմաքար։ Չմոռանաս ասելիքը։ Ինչ պիտի հաղորդես։ 3 փութ քարի և մի շիրմաքար Արտիկում զոհված հայդուկի համար, կրկնեց սևադեմ մարդը։ Աֆերիմ տղաս, այժմ գնա գործիդ։ Մայրաքաղաքը պաշարված։ Անդրանիկը դեռ չէր հեռացել Էջմիածնից, երբ մութ գիշերով լուր բերեցին իրեն, թե Հրազդանի ափին իր զինվորներից 7 հոգի սպանված են, և հրաձգությունը դեռ կշարունակվի։ Զորավարը իր արձակված զինվորներին արգելել էր առանց արտոնագրի Երևան մտնել։ Սակայն մեծ թվով զինվորներ առանց թույլտվության գործով մտել էին քաղաքի շուկան։ Զատկական տոնի առթիվ շուկան լիքն է եղել բազմությամբ։ Զինվորներից մեկը վաճառքի է հանել իր ձին, որ դրամ շահի վերադարձի համար։ Հրազդանի կամուրջը անցած միջոցին մի ոստիկան բռնել է նրան։ Արտոնագիր ունես։ Ոչ։ Ատրճանակ։ Ոչ։ Ոստիկանը ատրճանակը որոնելու պատրվակով հափշտակել է զինվորի քսակը և փախել։ Զինվորի մյուս ընկերը վազելով բռնել է գողին։ Վրա է հասել հանրապետության սպաներից մեկը։ Սպան փոխանակ քննելու խնդիրը և դրամը վերադարձնելու տիրոջը փորձել է փախցնել գողին։ Անդրանիկի զինվորները բողոքել են։ Սպան ատրճանակ է բանեցրել սրանց դեմ։ Ուրիշ զինվորներ են հասել դեպքի վայրը և կռիվ է սկսվել քարերով։ Երևանի զորամասի պետ Դրոյին անմիջապես զեկուցել են, որ Անդրանիկի զինվորներից մի քանի 100 մարդ Էջմիածնից Երևան գալով տակն ու վրա են արել զատկական շուկան, ոտքի տակ տվել գյուղերից բերված մթերքներով լի զամբյուղները, Զանգվի կամրջի վրա ծեծել են հանրապետության ոստիկանին ու սպային։ Հայաստանի կառավարության հասցեին լուտանքներ են թափում և իրենց կեցվածքից երևում է, որ կռիվ են փնտրում։
Դրոն կարգադրել էր մի հիստյակ ուղարկել խառնակիչներին զսպելու։ Հիստյակը, որ կազմված էր վանեցիներից, պատասխանել էր. «Մենք մեր եղբայրների վրա չենք կրակի»։ Դրոն բերել է մի 100-ակ, սրանք կրակ են բացել։ Զինվորները քարերով հարձակվել են դրոյի ինքնաշարժի և նրա զորքի վրա, խլել են 3 հրացան։ Անդրանիկի զինվորներից մի քանիսը սպանվել են, կամ վիրավորներ և բանտարկվածներ։ Այդ լուրը առնելով, Անդրանիկն անմիջապես զորք կազմեց և զինաթափ արեց Էջմիածնի պահակազորը։ Կտրել տվեց Էջմիածինը Երևանի հետ կապող բոլոր թելերը և իր զորամասը շտապ շարժեց Երևանի վրա։ Խռոված հայդուկապետը Հրազդանի հին կամուրջի և Ծիծեռնակաբերդի կողմից պաշարեց Դաշնակցության մայրաքաղաքը և թնդանոթների բերանները ուղղեց դեպի հայոց պառլամենտի շենքը։ Զորամասի ալ-Կարմիր դրոշակը, որ նվիրել էին Զանգեզուրի հայ կանայք, փողփողում էր Դալմայի կանաչ բլուրներին, Երևանի բերդի դեմ հանդիման։ Անդրանիկը պահանջեց, որ իրեն հանձնվեն իր սպանված զինվորների դիակները և մեղավորները պատժվեն։ «1 ժամ միջոց կտամ զինվորներիս դիակները և բանտարկյալները ինձ վերադարձնելու, հակառակ պարագային, ֊ գրել էր Անդրանիկը, ֊ ես պատասխանատու չեմ այն կռվի համար, որ պիտի մղվի քաղաքեն դուրս»։ Դաշնակ պարագլուխները այդ արշավանքի լուրը առնելով, մի պահ կորցրին իրենց գլուխը։ Մայրաքաղաքում իրարանցում սկսվեց։ Անդրանիկը շրջապատել է Երևանը։ Դալմայի կանաչ բլուրներին կարմիր դրոշակ է փողփողում։ Հայդուկները ուզում են գրավել պառլամենտի շենքը, լսվում էր այս ու այն կողմից։ Դրոն փորձեց կապվել Էջմիածնի հետ։ Էջմիածինը չպատասխանեց։ Դաշտային հեռախոսով կապվեց Մարգարայի հետ։ Մարգարան հաղորդեց. «Լսել ենք, որ Անդրանիկը սաղ թելերը փրթել ա ու գնում ա Երևանի վրա»։ Հեռախոսով կապվեց Արտաշատի հետ։ «Անդրանիկը գալիս է Երևանի վրա, ինչքան զորք կա լցրու վագոնները և շտապ փոխադրիր Հրազդանի կամուրջը»։ Նույնպիսի կարգադրությամբ դրոն կապվեց Աշտարակի հետ։ «Անդրանիկը գալիս է Երևանի վրա, ամբողջ զորքը փոխադրիր Դալմայի այգիների թիկունքը»։ Ապա Երևանի նահանգի զորամասի հրամանատարը կարգադրեց Երևանի կայազորից 300-ակ, 2-ը հետևակ և 1-ը ձիավոր, դուրս բերել և դասավորել Հրազդանի ափին, Էջմիածին տանող կամուրջի ուղղությամբ։ Այնուհետև նստեց և հետևյալ վերջնագիրը շարադրելով ուղարկեց Անդրանիկին. «Անդրանիկ, մենք սասունի քո հեղափոխական կռիվներով, քո հեղափոխական շնչով դաստիարակված սերունդ ենք։ Այսօր մի քանի հարբածների ոչ ճիշտ, հերյուրացո լուրերը հիմք ընդունելով, դու գալիս ես Երևանի վրա։ Ես խնդրում եմ իմ պաշտած հայդուկապետին, որ նա սև արատ չբերի իր հեղափոխական անցյալին և հրաժարվի Երևանի դեմ քայլ անելուց։ Միաժամանակ, իբրև Երևանի նահանգի հրամանատար, պարտք եմ համարում զգուշացնել քեզ, որ եթե չհրաժարվես քո մտադրությունից և թնդանոթները ետ չքաշես Ծիծեռնակաբերդից, դու ինձ կստիպես դիմել զենքի և կարող եմ քեզ վստահեցնել, որ Երևան չես կարող մտնել։ Այդ ուղղությամբ հարկ եղած հրամանները տրված են, ավելորդ է փորձ անել, նպատակիդ չես հասնի»։ Կարդաց Անդրանիկը դրոյի վերջնագիրը և մի մտրակ քաշելով ճաղած սուրհանդակին և թուղթը պատռելով, ասաց. «Ես դրոյի մասսաբը, դրոն խենթ է, ես դրա հետ գործ չունեմ, իմ գործը Երևանի կառավարության հետ է»։ Եվ ճիշտ այն պահին, երբ ըմբոստ հայդուկապետը պատրաստվում էր ռմբակոծել Արարատյան հանրապետության պառլամենտի շենքը և արշավել Երևանի վրա, ձի հեծած հետևև տեղ հասավ Գարեգին եպիսկոպոսը, մի վարդապետի հետ,
որպես պատվիրակ կաթողիկոսի կողմից։ «Ինչ ես անում, զորավար», գոռաց Գարեգին եպիսկոպոսը, իրեն վայր նետելով Անդրանիկի ոտքերի մոտ։ «Մի տարի առաջ մեր ամբողջ ժողովուրդը կոչնակներ զարկեց և մեկ մարդու պես ոտքի ելավ Օսման զավթիչների դեմ։ Եվ ինքդ ես այժմ քայլում հայոց մայրաքաղաքի վրա։ Հայտնի բան է, բերանն այրված մարդը թանը փչելով է խմում։ Ես հասկանում եմ, ոչ միայն քո բերանն է այրված, այլև քո սիրտը, բայց զգաստացի՛ր, զորավար։ Ինչ պիտի պատմեն այս երկու փառահեղ գագաթները ապագա սերունդներին քո մասին։ 3000 տարի հայոց նվիրական ոստանը կանգնած է այդ գագաթների դեմ, և դու ես ուզում կործանել հինավուրց մայրենին։ Քո պայծառ ճակատը, որ միշտ աստղերին էր դարձած, գետին մի հպիր անխոհեմ քայլերով։ Ամենայն հայոց կոնդակով և խաչը ձեռքիս շտապել եմ քո ոտքը, որ ետ կենաս եղբայրասպան պատերազմից»։ Նույն միջոցին Երևանի կողմից դեպի Դալմայի այգիները շարժվեցին զինվորական ներկայացուցիչները, համոզելու Անդրանիկին ետ կենալու Երևանի վրա հարձակվելու վտանգավոր քայլից։ Խոստանում են անմիջապես բերել և իրեն հանձնել իր սպանված, վիրավոր և բանտարկյալ զինվորներին։ Շուտով բերում են ծունկից վիրավոր մի զինվորի, որին Անդրանիկը փոխադրում է Էջմիածին։ Հայտնում են, որ միջադեպի պատճառը Դրոյի զինվորներն են եղել և խոստանում են պատժել հանցավորներին։ Այդ միջնորդությունից ազդված, հատկապես Գարեգին եպիսկոպոսի սրտառուչ խնդրանքին անսալով, Անդրանիկը կարգադրում է ծալել իր վրանը և զորքն ու թնդանոթները Ծիծեռնակաբերդից ու Դալմայի այգիներից քաշել դեպի Էջմիածին։ Դրոն նույն օրը 3 փութ գարի ուղարկելով վանք և շտապ կարգադրություն անելով Սասունցի հին հայդուկի շիրմաքարի համար, վրեժխնդրությունից սարսափած փախել էր դեպի Դիլիջան։ Ապրիլի 27-ին առավոտյան հայդուկապետը, իր հետ առնելով 270 զինվոր, հեռացավ Հայաստանից։ Շահալի կայարանից նա հեռագիր տվեց Վրաստանի արտաքին գործոց նախարարին։ «Հալածված Արարատյան հանրապետության կառավարությունից գալիս եմ ապաստանելու ձեր հյուրընկալ հողը, խնդրում եմ թույլ տալ ինձ մտնել Թիֆլիս»։ Բայց նա Վրաստանում երկար չմնաց, հեծավ իր ձին և զինվորներին վերցնելով հասավ Սևծովին։ Զինվորների մեծ մասին նա աշխատանքի տեղավորեց Բաթում քաղաքում, մի մասին ուղարկեց Բուլղարիա և Ռումինիա, իսկ ոմանք Հաջի Գևոյի հետ վերադարձան Հայաստան։ Ինքը մի քանի ուխտյալ զինվորներ առած մտավ զրահանավ։ Իր հետ վերցրեց նաև իր նժույգը Ասլանին։ Այդ նավը նրան տարավ Եվրոպա, իսկ այնտեղից էլ Ամերիկա։